168 ժամ, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, այսօր ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է հնչեցրել Սյունիքի ուղղությամբ, Խոզնավար գյուղում տանտանիք է վնասվել, մանր եղջերավոր անասուն։ Ուզում էի հասկանալ իշխանությունները երբ են այս իրավիճակին անդրադառնալու հատիկ առ հատիկ եւ ինչպես են արձագանքելու Ադրբեջանի այս սադրանքներին։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու։ Այսպես է խաղաղություն լինելու։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ անգամ իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է եւ հատիկ առ հատիկ անդրադառնում է բոլոր ձեր թվարկած միջադեպերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածներում։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել իր հայտարարությամբ, մենք շարունակելու ենք ուրեմն շարժվել խաղաղության մեր օրակարգով, մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ բարձելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու Լրություն վերջում։ Սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից, որովհետեւ նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին, հարգելի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես, որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել, շնորհակալ եմ։ Լրացում պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ Հայաստանը սադրանքներին չի տրվելու։ Այսինքն, եթե կրակոցները այսպես շարունակվեն եւ թիրախում նորից տներ հայտնվեն, Հայաստանի իշխանությունը եւ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել։ Տեսեք, դուք դիմում եք Ադրբեջանին, Ադրբեջանը ասում է մենք չենք կրակել։ Այսինքն, սա պետք է շարունակվի։ Հայաստանի Հանրապետությունը վարում է իր քաղաքականությունը ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Կախված իրավիճակից լինում են տարբեր մոտեցումներ։ Եվ ձեր հարցը, որը վերաբերում է, այսպես ասած, սիմուլյացիային տարբեր սահմանային իրավիճակների, ես տեղին չեմ համարում հիմա այստեղ մեկնաբանել, թե մենք ինչ կանենք, եթե լինի սա, եթե լինի սա, եթե լինի սա։ Տարբեր իրավիճակներում, ինչ որ իրավիճակներ եղել են, Հայաստանի Հանրապետությունը տարբեր ձևով ուրեմն արձագանքել է։ Մենք գնում ենք էսկալացիան հնարավորինս նվազեցնելու ճանապարհով եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, չենք տրվելու սադրանքներին, ոչ կրակոցների տեսքով սադրանքներին, որոնք այո ցավոք սրտի որոշ դեպքերում եւ այս վերջերս ուղղված են քաղաքացիական բնակչությանը, ոչ էլ տրվելու ենք հայտարարությունների տեսքով սադրանքներին։ Մենք չենք շեղվելու մեր օրակարգից, որովհետեւ տեսնում ենք նաեւ, որ մի շարք ուժերի եւ Հայաստանից դուրս եւ Հայաստանից ներսում գործող նպատակն է շեղել մեզ մեր օրակարգից, որպեսզի մենք էլ դառնանք մի կողմ, որը ապակառուցողական է, որը սադրում է եւ փորձում է էսկալացիա հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգը առաջ է տանելու եւ այո, ինչպես վարչապետը ասել է, մենք բոլորս վերահաստատում ենք, լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։